Խոզնավարի այս դպրոցը իշխանությունները որոշել են փակել ու երեխաներին տանել 12 կիլոմետր հեռու։ Խնածախի դպրոց։ Պատճառաբանում են, թե 100 աշակերտից քիչ են։ Դե 36 աշակերտ են, հետո ինչ որ քիչ են։ Այսինքն եթե քիչ են, ստացվում աշակերտ չեն, այսինքն դուրս եկեք էլի գյուղից, գյուղը դատարկեք, իրանց ասած է դա։ Չեն ուզում որ ստեղ մարդ ապրի։ 100 աշակերտից քիչ է, բայց սահման այն կողմ արդեն լաչին գյուղ է։ Շատ արտագաղթ, լրիվ արտագաղթ լինելու։ Դե ասում են Խնածախ գյուղն դեռ նոր դպրոց են սարքում, տենց են ասում։ Բայց դեմ են բնակիչները որ տանեն այնտեղ երեխաներին։ Չեն կրա ձմեռը առաջի դասարանցին պիտի գնա, առաջի երկրորդ դասարանցին պիտի գնան դե սպասի թե 10-րդ, 12-րդ դասարանցի երբ է դուրս գալիս որ առաջի դասարանցին գատուն։ Հա, այսինքն խնդիրներ է ստեղծելու։ Երեխա ունեն։ Հա, տեղափոխության հարցն է այստեղ ձմեռը շատ ճանապարհները փակում է։ Բարև ձեզ։ Լավ եք երեխեք։ Այո։ Դպրոցական եք երկուսդ էլ։ Անի ջան, որ երրորդ դասանում ես սովորում։ Երրորդ։ Հիմա հաճախում ես Խոզնավարի դպրոց, ճիշտ է։ Այո։ Իսկ գիտես որ ձեր դպրոցը փակվելու է, ասել են։ Այո։ Ինչ եք անելու, դուք գոհ եք, գոհ չեք, ուզում եք որ փակվի, հետո գնաք Խնածախի դպրոց։ Չեմ ուզում փակվի։ Շատ սխալ որոշում է, որովհետև շատ երեխաներ լքելու են, որովհետև այստեղ չեն լինելու, ասենք ինչ որ երեխա վատանում է, պետք է ավտոբուսով իջեցնեն այստեղ բարձրացնել։ Ասում են, որ դրա համար շատ վատ է, կամ երեխան վատանում է, ինչ պետք է անեն հենց դրա համար։ Այսինքն մտածում եք Խնածախ գնալու ճանապարհին, որ վատ զգաք, ոնց է կապը պահելու ծնողի հետ, հա, հեռու է ճանապարհը, շատ հեռու է։ Հա, հեռու է ու թորքի պոստին մոտիկ է, ինձ թվում է, որ վտանգ լինի, չես հասցնելու նաև փախնես։ Այսինքն խնդիրը նաև անվտանգության թշնամու հետ է կապված։ Վախենում եք թուրքերից։ Նենց չէ, բայց պետք է պայքարենք։